Նախորդին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել Գազպրոմ Արմենիայի 2026-2030 թվականների ներդրումային ծրագրին մոտ 150 միլիարդ դրամ։ Ասում են գազատարներ կվերանորոգեն, նոր բաժանորդներ կմիանան, հաշվիչներ կփոխվեն։ Հիմա ի՞նչն է խնդիրը։ Այս ծրագրով մենք փաստացի շարունակում ենք նույն մոդելը։ Հայաստանում գազի ներմուծումն ու բաշխումը մնում է մեկ ընկերության ձեռքում մինչև 2043 թվականը։ Այսինքն մեկ մատակարար, մեկ ցանց, մեկ որոշող։ Իսկ մենաշնորհը միշտ նույն արդյունքն ունի՝ ընտրություն չկա, մրցակցություն չկա, գինը վերահսկելու իրական գործիքներ չկան։ Գազը մեր էներգիայի մեծ մասն է։ Տուն, դպրոց, հիվանդանոց, արտադրություն։ Եթե վաղը քաղաքական լարում լինի կամ գինը ուզենան բարձրացնել, մենք խոցելի ենք, որտեղ այլ տարբերակ չունենք։ Լուծումը շատ պարզ է։ Ներդրումներ, այո, բայց մենաշնորհ ոչ։ Պետք է բացել շուկան, բերել այլ մատակարարների, ստեղծել մրցակցություն, որ գինը իջնի ու պետությունն ունենա բանակցային ուժ։ Էներգետիկ անվտանգությունը շքեղություն չէ, դա մեր երկրի, Հայաստանի անկախության հիմքն է։